Բարև, Բուն TV եթերում սպորտ պոդքասթ Հեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Ինչպես կարող եք նկատել իմ շքերթային շապիկից, հավաքականի ժամանակն է եկել, այսինքն մի փուլ համաշխարհային ֆուտբոլում ու առհասարակ մեծ ֆուտբոլում, երբ առաջնությունները ու մրցաշահերը ավարտվելուն պես կամ դադար վերցնելուն պես սկսում է այն շրջափուլը, երբ արդեն գալիս է ազգային ընտրանիների ելույթներ ունենալու ժամանակը, ամենակարևոր պահերից մեկը մանավանդ այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է։ Ունենք երկու ընկերական հանդիպում, իսկ նախորդ շաբաթ ունեցել ենք բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ։ Իդեպ միայն ոչ ֆուտբոլային նաև։ Դրանք մեկը մյուսից հետաքրքիր են, հատկապես այն մեկը, որը կապված է սպորտային մարմնամարզության հետ։ Այնպես որ հաշվի առնելով այդ թեմաների բազմազանությունը, միանգամից անցնենք առաջ, որպեսզի հասցնենք մանրակրկիտ կերպով վերլուծենք բոլոր այդ թեմաները եւ խոսենք բոլոր հնարավոր հետաքրքիր կետերի մասին։ Գալիս է ժամանակը, երբ ազգային ընտրանին վերադառնում է։ Եվ վերադառնում է իհարկե հրավիրված ֆուտբոլիստների ցանկի հրապարակմամբ։ Այդպիսին տեղ գտավ նախորդ ամսի 27-ին, մայիսի 27-ին, երբ Ջոն Վան Սխիպը հրապարակեց Հայաստանի ազգային հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների շորթ լիստը, հետո ավելի հստակեցվեց եւ ըստ էության մենք տեսնում ենք 27 ֆուտբոլիստի անուն, որոնք որ հանդես կգան, հնարավորություն կգան հանդես գալու գալիք երկու ընկերական խաղերում։ Ինչ ունենք մենք։ Մենք ունենք մի շարք ֆուտբոլիստներ կարևոր, որոնք որ բացակայելու են տարբեր պատճառներով, այդ թվում եւ վնասվածքների, որոնք եղել են նախկինում, որոնք գլուխ են բարձրացրել վերջին շրջանում, պետք է այդ շարքը երևի թե թվարկեմ, Օգնեն Չանչարևիչ, Բարսեղյան, Բիչախչյան եւ Ուգոչուկվու Իվու, բոլոր նրանք ինչ որ կարգի, ինչ որ մակարդակի խնդիրներ ունեն, վնասվածքներ, որոնք որ նախկինում են եղել, որոնք որ նախատեսված են եղել, որպեսզի վերջին շրջանում վերջապես հնարավորություն ստանան ֆուտբոլիստները ամբողջությամբ տրամադրվելու մի քանի շաբաթ, անգամ եթե ամիս վերականգնողական փուլը ներառյալ, որպեսզի ամբողջությամբ կազմ ու պատրաստ վերադառնան թե իրենց հարազատ ակումբները, թե առհասարակ հավաքական։ Այև այն կարևոր ֆուտբոլիստներից զատ, որոնք որ չեն լինելու հավաքականի հետ, մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնց ու մասնավորապես մեկը, որից ավելի մանրամասն խոսենք, Թոմաս Ադուրյանի մասին է խոսքը, նորեկներ եւ ահա այս տղան, որի հետ հնարավորություն ունեցա ես ծանոթանալու անցած հանգստյան օրերի ընթացքում, առաջին տպավորությամբ շատ համեստ ու հաճելի կերպար, որպես այդպեսին ներկայացավ եւ դա ի հեճուկս նրա, որ կար շփման հետ կապված մի հատ շատ լուրջ անջրպետ։ Ինչպես բնորոշ է Լատինական Ամերիկան ներկայացնող բոլոր ֆուտբոլիստներին, դա բնորոշ է, ես չեմ ասում, որ բոլորն են այդպիսին, այև Թոմասի հետ Ադուրյան կար այդ հիմնական շատ կարևոր խնդիրը, նա խոսում է միայն մեկ լեզվով, դա իսպաներենն է, ինչպես հասկանում եք։ Դա իսպաներենն է, որը հարազատ լեզու է մեր ֆուտբոլային իրականությունում, այդ թվում եւ հավաքականի համար, այնպես չէ, որ իսպանախոսներ չկան։ Առաջ ընկնելով ասեմ, որ նա իր սենյակը կիսում է Էդգար Սևիկյանի հետ, ով խոսում է իսպաներեն, նա իր հերթին փորձում է իր գիտելիքներն ու իմացությունը մյուս լեզուների փոխանցել Թոմասին Ադուրյան, թե որքան կստացվի հավաքի վերջում, որքան նա կհասկանա, լավ, գոնե այս փուլում հասկանալու մասին խոսենք, այլ լեզուներ ֆուտբոլային կտեսնենք, ժամանակը ցույց կտա, կրկնում եմ, բայց ամեն դեպքում այն ամենը, ինչ ես գիտեի, այն ամենը, ինչ հնարավոր էր բացատրել անգլերենով եւ հայերենի որոշ բառեր նաեւ բացատրելով թե ինչ է նշանակում, տպավորությունս կրկնում եմ մեկն է, որ շատ հաճելի մի ֆուտբոլիստ է ժամանել մեր ընտրանու ճամբար։ Հիմա ֆուտբոլային հատվածի մասով առաջ ընկնել եւ ասել որևէ բան ես կդժվարանամ։ Իհարկե, եթե դու խաղում ես ամենաբարձր մակարդակում Արգենտինայում, դու պարզապես շարքային ֆուտբոլիստ լինել չես կարող։ Բանֆիլդն էլ
այն ակումբների շարքին է պատկանում, որը մշտապես ճակատամարտ պայքար մղող է եւ այնպես չէ, որ անհույս թույլերի շարքին է պատկանում։ Եվ այդ Պինդ Կորիս ակումբի կազմում հանդես եկող Թոմաս Ադուրյանը, որը վերջին շրջանում բավական ստաբիլ կայուն խաղաժամանակ է ստանում այնտեղ իր հարազատ ակումբում, նաև համալրել է Հայաստանի ազգային հավաքականի շարքերը։ Դրա համար միայն կարելի է ուրախ լինել։ Կրկնում եմ, ֆուտբոլային առումով, թե ինչպես նա կարողանա մերձենալ, մտնել համակարգի մեջ, զգալ եվրոպական ֆուտբոլի շունչը, իհարկե մի քիչ հայկական համուհոտով եւ հոլանդական ինչ-որ աղուբի բառով, տեսնենք, թե դա որքանով նրան կհաջողվի, հուսանք, որ ի տարբերություն մեր նախկին փորձերի, մասնավորապես արգենտինահայերի, այս փորձը շատ ավելի լավը կլինի։ Ես մի զավեշտալի ու հետաքրքիր բան պատմեմ այդ առումով, Նորբերտո Բրիասկո Բալեկյանի իսպաներենը անգամ շատ հաճախ չէին հասկանում այն իսպանախոս մարզիչները ֆիզպատրաստության եւ ոչ միայն, որոնք որ ներգրաված են եւ աշխատում են Հայաստանի ազգային հավաքականում, այսինքն հասկանում եք, չէ՞, նրանց մայրենի լեզուն է իսպաներենը եւ նրանք տրիվիալ շփման առումով Նորբերտոյի ակցենտը շատ հաճախ չէին հասկանում։ Ես ճիշտն ասած առաջ ընկա եւ ժողովրդից ճշտեցի, արդյոք Թոմաս Ադուրյանի իսպաներենը նրանք հասկանում են, պնդեցին, որ այո, շատ լավ սահուն իսպաներեն է խոսում, շատ ավելի լավ, քան Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ճիշտ հասկացեք, նա նույնպես լավ է խոսում, պարզապես շատ սպეციფիկ արգենտինյան, չգիտեմ, Բուենոս Այրեսյան կամ ինչ որ մի այլ ակցենտով։ Ահա այսքանը նորեկի մասին։ Տղաներին բոլորին մենք տեսել ենք Հայաստանի ազգային առաջնությունում, իդեպ բավական լայն ներկայություն ունի այս հավաքի շրջանակներում Արարատ Արմենյան, միանգամից եթե հիշողության այդ խնդիրներ չեմ ունենա, կպնդեմ, որ 5 ֆուտբոլիստ միանգամից Արարատ Արմենիայից, իհարկե Հովանես Հարությունյանը ամենայն հավանականությամբ կարող է եւ չշարունակել, նա վարձավճարի հիմունքներով էր Արարատ Արմենիայում, դա եւ այդ մասին հրապարակումներ կլինեն առաջիկայում։ Այդուհանդերձ այն ֆուտբոլիստները, որոնք որ այս ցանկում կան մեր առջև, նոր անուններ չեն եւ հաշվի առնելով վերջին խաղերի դաժան փորձը, որը մենք ունեցանք, նոր գլխավոր մարզչի համար էր հատկապես դա դաժան փորձ, հաշվի առնելով թե ինչպիսի անուն էր, ինչպիսի տարածաշրջանային դերբի, քաշ ու կշիռ ունեցող հանդիպումներ եւ ցավալի արդյունք, շատ ցավալի արդյունք, հիմա ժամանակն է փորձարկումներ անելու եւ տեսնելու արդյոք այս հավաքականը ունի այն պոտենցիալը, որը պետք է դրսևորվի ինչ որ մի ֆորմատով արդեն աշնանային հատվածում աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում, որտեղ մեզ կրկին եւ նորից սպասվում է շատ լուրջ դիմակայություն մի հավաքականի հետ, որի հետ պարբերաբար մենք խաղում ենք եւ պարբերաբար պնդում են, որ մենք շատ լավ ենք խաղացել եւ այդ ավանդույթը պետք է շարունակել, հատկապես եթե այդ խաղերը վերաբերում են Երևանյան դիմակայություններին։ Խոսքս իհարկե Պորտուգալիայի ընտրանու մասին է, բոլորը խոսում են այդ մասին, բոլորը արդեն մեկ ամիս առաջ, եթե ոչ ավելի, այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Պորտուգալիայի ընտրանին կրկին գալու է Երևան, Տոմսերի որսը սկսվեց, երբ է սկսելու Տոմսերի վաճառքը, արդեն որոշ ֆեյք կայքեր են հայտնվել, որոնք որ վաճառել են անգամ որոշակի քանակության Տոմսեր, չնայած նրան, որ նաև ստիպված ի պատասխան երևի թե այդ երևույթին նաև հրապարակում եղավ ֆուտբոլի ֆեդերացիայի անունից, որ մի գնացեք, մի կուլ տվեք այդ խայծը, դա կեղծ տեղեկություն է, քանի որ Տոմսերի վաճառքը տեղի է ունենում ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Տոմսերի վաճառքի կայքում, այլ ոչ թե տարատեսակ ինչ որ հավելյալ լրացում կայքերում, հավելվածներով եւ այլն եւ այլն։ Կարճ ասած, սա իմ կողմից նաև ինֆորմացիա բոլոր նրանց համար, ովքեր որ իբրև թե Տոմսեն արդեն ձեռք բերեք, կներեք, բայց այդ Տոմսերը վավեր չեն, ժողովուրդ, եղեք ավելի աչալուրջ, ուշադիր, նաև հուշեք ձեր ֆուտբոլասեր մյուս ընկերներին, որ չգնան ընդառաջ նման կեղծ հրապարակումներին եւ Տոմսեր չգնեն, քանի որ Տոմսեր չկան։
Ինչ մթնոլորտ է հավաքականում։ Կարծում եմ, որ շատերը կհասկանաք, որ անձնական, անհատական նվաճումների տեսանկյունից տրամադրությունները պետք է որ հավաքականում շատ բարձր լինեն եւ այդպիսին էլ կան, քանի որ sense պաշտոնական ընդունելության պես մի բան եղավ, բոլորը բոլորին շնորհավորեցին, հատկապես նրանց, ովքեր որ ինչ որ տիտղոս են նվաճել, դրանց շարքը այս անգամ բավական լայն եւ մեծ է, շատ հաճելի տեսք ունի Էդուարդ Սպերցյանի գլխավորությամբ, որի Կրասնոդարը երկար տարիների պայքարից հետո տարիներ շարունակ պայքար մղելով առաջին հորիզոնականի համար, լավագույն եռյակի համար վերջապես Գալիցկո այդ ստեղծած ռուսական ֆուտբոլային ադամանդը ասեմ, մշակվեց, հասավ այն բյուրեղության մակարդակի, երբ նա ամենապայծառն է փայլում մյուս բոլոր ադամանդների շարքում եւ նրա փայլը գնահատվեց, վերջին խաղում էլ արժանացավ եւս 3 միավորի եւ դարձավ անհասանելի մեկ այլ առաջամարտիկի համար ռուսական ֆուտբոլի, մասնավորապես Զենիթի, որը վերջին տարիների բացարձակ հեգեմոնն էր, այս եթերաշրջանի, նախորդ եթերաշրջանի ընթացքում մենք բազմիցս խոսել ենք, որ մեծ հաշվով Զենիթին մրցակից չկա եւ հավասար պայմաններում, եթե միավորների հավասարություն կա, 1-2 միավորի տարբերություն կա, անգամ այդ պայմաններում ես ճիշտ ինձ հասկացեք, ստիպված եմ առավելություն տալ, եթե 4 ենք դատում Զենիթին, քանի որ նա մշտապես եղել է չեմպիոն, այդ չեմպիոնական շարքը միշտ ճնշել է մյուս ակումբներին, հաճախ եղել է տպավորություն, որ մրցավարները օգնում են, դրանից հետո սկսած իդեպ Match TV հեռուստաալիքը իր բոլոր մյուս սաբալիքներով միասին հետաքրքիր մի նախաձեռնությամբ հանդես եկավ, որը շարունակվեց նաև այս մրցաշրջանում, նրանք հաշվում էին այն սխալների քանակը, որը թույլ են տվել իրենց Զենիթի խաղերը սպասարկող մրցավարական բրիգադները, առհասարակ նրանք շատ մերձ եւ հաճելի ֆորմատով համագործակցում են մրցավարական բրիգադների հետ, մրցավարական այսպես բաժնի հետ, Ռուսաստանի ֆուտբոլի միության եւ այնտեղից ստանում պաշտոնական, այսպես ասեմ, խաղի ավարտից հետո ամփոփագրերը, համաձայն որի թե գնահատական է տրվում մրցավարներին, տրված որոշումներին, արված քայլերին եւ ահա սխալների ընդհանուր որակավորում ու քանակ է որոշվում, թե ում օգտին եւ ում դեմ քանի սխալ են թույլ տվել։ Հետաքրքիր այդ վիճակագրական տվյալը բացահայտում է եւս մեկ հետաքրքիր հանգամանք, որ Կրասնոդարի դեմ սխալներ թույլ են տվել շատ քիչ, եթե չեմ սխալվում 4-ի մասին էր խոսքը ամբողջ մրցաշրջանի ընթացքում, նմանները ավելի շատ են եղել ընդդեմ Զենիթի եւ կարելի է ասել, որ մրցավարության այդ պահը, երբ դու ավելի քիչ ես սխալվում որևէ թմի դեմ աշխատելիս, օգնում է, որ փաստացի այդ թիմը արժանիորեն գլխավորի մրցաշարի նախուսակը եւ իր պատմության ընթացքում առաջին մեծ տիտղոսը նվաճի։ Շատ բան է ասվել, շատ բան է խոսվել ռուսական ֆուտբոլի Կրասնոդարի առհասարակ ներդրման մասին, ես ոչ թե շատ բան ասել չեմ կարող, ես չեմ կարող ասել այն խորությամբ եւ այն մտավոր, նաեւ ֆիզիկական, քանի որ ես այնտեղ եղել եմ մի քանի անգամ Կրասնոդար քաղաքում եւ թե տարածքում, բայց այն ներգրավվածությունը չունեմ ռուսական ֆուտբոլում, այնպես չէ, որ մշտապես հետևում եմ, բացի այն ակումբներից, որոնք որ ունեն իրենց կազմերում հայազգի ֆուտբոլիստներ, եւ ես չեմ այն մարդը, որը պետք է ասի ու գնահատի Կրասնոդարի որպես ֆենոմեն ռուսական ֆուտբոլում։ Այդուհանդերձ որոշ մտքեր ես ունեմ եւ դրանք ցանկանայի ձեր հետ կիսել շատ հակիրճ, դրանք այն են, որ շատ համեստ ֆուտբոլային, բայց շատ իրոք սպորտային մի քաղաք է Կրասնոդարը, ունի ժամանակին ուներ երկու իրար հավասար ակումբներ, Կրասնոդարն ու Կուբանը շատ նահանջեց եւ դրա ֆոնին Կրասնոդարի վերելքը շատ ավելի նկատելի դարձավ քաղաքում, որտեղ որ իհարկե այդ անունը քաղաքի անունը
կարող է կապվել ակումբի հետ, բայց այնպես չէ, որ բոլորը միանշանակ, այսպես թե այնպես գնալու էին երկրպագեին այդ ակումբին, բայց կրկնում եմ այն ֆոնին, երբ նահանջ է ապրում տարածաշրջանի Կրասնոդարի կրայի գլխավոր թիմերից մեկը, Կուբանը դրա ֆոնին Կրասնոդարի վերելքը ստիպեց, որպեսզի բոլոր այն երկրպագուները, որոնք որ դրսևորել էին իրենց որպես չեզոք երկրպագուներ կամ նրանք ովքեր որ կցանկանային Կրասնոդարում տեսնել հենց այդ քաղաքի համանուն անվամբ ակումբ, բոլոր նրանք գնացին դեպի այդ ճամբարը, տեսնելով այն աշխատանքը, այն նվիրվածությունը, որը որ կա, որը որ եղել է, գալիցկու ինքնավստահությունը երբեք նա ինչ որ ճիշտ ասած երկնքում նրան հայտնված ֆորմատով գնահատականներ տվողի կարգավիճակում ես այդպես էլ չտեսա, ընդհակառակը նա բացառիկ ճշմարիտ եւ շատ կարեւորը խելամիտ բաներ էր ասում, նա ասում էր ում են պետք այդ հսկայական գումարները, որ տալիս ենք մենք լեգիոներներին, եկեք իհարկե դա լինի, մեր ֆուտբոլում, բայց արժանի լավ լեգիոներներ բերենք եւ մենք աճեցնենք մեր տղաներին նրանք ունեն ֆուտբոլիստներ Ռուսաստանի առաջնության top դիվիզիոնի բոլոր ակումբներում, գրեթե բոլոր ակումբներում նրանք ունեն իրենց ակադեմիայի սաները, ել չեմ ասում Սաֆոնովի մասին, որը փաստացի ռուսական ֆուտբոլը բարձրացրեց մեկ այլ մակարդակի, նա Paris Saint-Germain-ի հետ միասին դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, ռուսական ֆուտբոլը նախկինում էլ ունեցել է ռուս ֆուտբոլիստներ, որոնք որ նվաճել են եվրոպական ֆուտբոլի ամենակարևոր գավաթը եւ հերթականը։ Իհարկե եզրափակիչ խաղում Սաֆոնովը չմասնակցեց այս պահին սենց որ ասեմ Էդուարդ Սպերցյանի ֆոնին միշտ Սաֆոնովի անձը նրա ֆուտբոլային նվաճումները տենց ավելի նվազ են գնահատվել, բայց կարծում եմ այս հաղթանակով հետ միասին նա ինչ որ առաջ քայլ կատարեց ու հուսանք, որ այդ առաջ քայլը վերջապես կատարի նաև Էդուարդ Սպերցյանը, նա բազմիցս այս թեմայով խոսել է, այս թեմայով խոսում են գրեթե բոլորը, մեզ մնում է միայն սպասել ու հասկանալ, որ ակումբն է վերջապես Էդուարդ Սպերցյանին իր կազմում տեսնելու, ես շատ հուսամ, որ դա կլինի եվրոպական ինչ որ միջին բարձր մակարդակի գրանդ լինի դա հոլանդական, թե լինի պորտուգալական, էլ ավելի լավ կլինի, որ եվրոպական top 5 առաջնություններից լինի, բայց միաժամանակ պետք է հասկանալ, որ որքան էլ որ լավն է, հետաքրքիր է, գեղեցիկ է նայվում նվազագույնը Ռուսաստանի առաջնությունը, այդուհանդերձ, հատկապես վերջին տարիների այդ անկումի շրջանից հետո, երբ սկսեց ռուս-ուկրաինական պատերազմը, պետք է ասենք, որ ռուսական ֆուտբոլը որոշակի նահանջ ապրել է, երբ ըստ իս գոնե իմ գնահատմամբ ցանկալի կլինի միջանկյալ ինչ-որ քայլ, որը կօգնի ցած կատարելու ռուսական ֆուտբոլից մինչև շատ ավելի բարձր եվրոպական ֆուտբոլային մակարդակ կասեք բա Սաֆոնովի մոտ ինչպես ստացվեց, ես ձեզ կասեմ, որ ֆուտբոլային աշխարհում դարպասապահի դիրքը առանձին մի իրականություն է, իսկ Ռուսաստանի եւ ռուսական դարպասապահական դպրոցը ամենալավերից մեկը համաշխարհային ֆուտբոլում։ Այսքանով թերևս ավարտենք մենք հայկական ֆուտբոլի այն հատվածի մասին խոսելը, որը որ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին եւ անցում կատարենք դեպի եվրոպական ֆուտբոլ, որտեղ որ տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Կրկին վերադառնում ենք Sport podcast-ի տաղավար, այն պայմանով, որ Հայաստանի ազգային հավաքականի գալիք երկու ընկերական հանդիպումներից հետո, որոնք որ կայանալու են հունիսի 6-ին եւ հունիսի 9-ին ընդդեմ Կոսովոյի եւ Մոնտենեգրոյի, այդ թեման իհարկե մեզ համար, հայերիս համար ամենակարևորներից մեկն է, բայց կարևորության շատ լուրջ չափաբաժին ուներ նաեւ մայիսի 31-ին Մյունխենում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն ստացավ պայքարելու եվրոպական ամենակարևոր ակումբային տիտղոսի համար։ Ցավոք սրտի նա չհաջողեց, բայց ցավոք սրտի ոչ թե նա չհաջողեց, այլ փլուզվեց Միլանյան ակումբը, Ինտերը եւ Ինձագին։ Ինչու եմ ես այդպես կարծում։ Ես վստահ եմ, որ շատերը կգտնվեն, ովքեր որ կասեն Paris Saint-Germain-ը շատ ավելի գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում, շատ ավելի պատրաստ էր եզրափակիչ դիմակայությանը, բայց այդ ամենը եկեք մի կողմ դնենք, քանի որ Paris Saint-Germain-ը ինչպես եւ Բարսելոնան
երիտասարդ ակումբ է։ Լուիս Էնրիկեն այն մարդն է, որ խաղում է Բարսելոնային բնորոշ, իրեն համար ադապտացված, այլընտրանքային, որոշ ֆուտբոլիստներով համեմված, անհատական խաղի որոշ կոնցեպտներ ունեցող այլ ֆուտբոլ, բայց կրկնում եմ, դա Բարսելոնայի ֆուտբոլի այն ոճերից մեկն է, որ պարզապես Լուիս Էնրիկեն տարել է, տեղավորել է ֆրանսիական գրանդում եւ այնտեղ դա աշխատում է։ Ցավոք սրտի ես ֆուտբոլի ֆրանսիական այս առաջնության երկրպագու չեմ եղել երբեք եւ Paris Saint-Germain-ին Ֆրանսիայի առաջնությունում եւ նրա խաղը հենց առաջնության շրջանակներում գնահատել ես չեմ պատրաստվում։ Ծակ պրոֆեսորի դիրքում եւ կերպարով հանդես գալ չեմ ցանկանում։ Դրա համար նաեւ ես պետք է անեմ խոստովանություն, որ օրինակ նույն Դեսիրե Դուեի անունը Paris Saint-Germain-ի կազմում ոչ մեկ անգամ տեսել եմ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության տարբեր փուլերում, այդուհանդերձ դա այն շրջանակը չէ առաջնության իր ժամանակագրությամբ, իր տևողությամբ, որ պետք է օգներ ինձ հասկանալ, թե ինչպիսի ֆուտբոլիստ է հանդես գալու եզրափակիչ դիմակայությունում ընդդեմ ավելի տարեց ծերունի փորձառու Ինտերի ֆուտբոլիստների։ Նրան ես ամբողջ իր մեծությամբ, իր ամբողջ վարպետությամբ բացահայտեցի հենց եզրափակիչ խաղում։ Կրկնում եմ, դա ինչ-որ մի անուն էր, որ ես գիտեմ ֆուտբոլային աշխարհում, բայց ես չգիտեմ նրա իսկական որակները։ Կարծում եմ շատերը, նրանք ովքեր Ֆրանսիայի առաջնություն չեն նայում, հստակ պարբերականությամբ, նրանց համար նույնպես 19-ամյա այդ ֆրանսիացին գլխավոր բացահայտումներից մեկն է եղել։ Հիմա Ինտերի մասով Ինտերը ուներ մի քանի տարի առաջվա այդ փորձը խաղալու ընդդեմ ավելի ուժեղ ու հեգեմոն ֆուտբոլ խաղացող էլի բարսելոնյան ոճի ֆուտբոլ խաղացող թիմի Manchester City։ Նրանք համալրված են գերփորձառու ֆուտբոլիստներով։ Դա երկրորդ գրավական հաջողության։ Նրանք այս կարգավիճակում եղել են։ Վերջապես Ինտերը այն ակումբն է, որը ոչ մեկ անգամ իր գլխավերևում պահել է ականջավոր գավաթը։ Այսինքն կան պատճառներ մտածելու, որ Ինտերի համար պետք է այս խաղը շատ ավելի հեշտ տրվեր։ Դրան ի հակադրություն կա Paris Saint-Germain, որը երբեք իր ակումբային կարիերայի ընթացքում այդ թիմը պատմության ընթացքում չի պահել գլխավերևում այդ գավաթը, նա ունի բարդույթ միշտ համեմատել են իրեն Ֆրանսիայի ներքին առաջնությունում Մարսելի Օլիմպիկի հետ, ով առաջին ու միակ ֆուտբոլային ակումբն էր Ֆրանսիան ներկայացնող, որը մինչև մայիսի 31-ը հաղթել էր Չեմպիոնների լիգայում, դրա համար միշտ նա քննադատվել է, ծաղրի ենթարկվել, նրանք ունեցել են փորձ եզրափակչի եւ դա չի պսակվել հաջողությամբ, շատ ավելի մեծ ֆուտբոլային անուններով Paris Saint-Germain-ը այո չի հաղթել այդ եզրափակչում։ Եվ հիմա ստացվում է այնպես, որ ոչ ֆուտբոլային կոմպոնենտներով կան գործոններ, որոնք որ խոսում էին այն մասին, որ օրինակ նույն Paris Saint-Germain-ը այդուհանդերձ սիմվոլիկ առումով հենց այսօր պետք է հաղթի եւ դրանցից թերևս ամենահետաքրքիրն այն է, որ ոչ առաջին անգամ, երրորդ անգամ ընդունում է այս մրցաշարի եզրափակիչը Մյունխենի Ալյանս Արենան եւ այստեղ անընդհատ նոր չեմպիոններ են լինում։ Դա ֆուտբոլային իրականության տրամաբանությունից չի բխում, հասկանում եք, դա ինչ որ խորհուրդ է օդի մեջ կախված եւ այս անգամ եւս դա աշխատեց։ Ակումբ, որը երբեք նախկինում չէր նվաճել ականջավոր գավաթը, նվաճեց, սա նրա պատմության առաջինն է, պատվով նա արդեն կարող է իր բաժի վրա դա կրել Չեմպիոնների լիգայի այդ աստղազարդ գնդակի վրա, այսուհետ կգրվի 1։ Paris Saint-Germain-ը կարծում եմ արժանի ճանապարհ է անցել, նրանք մշտապես եղել են եվրոպական ակումբայի ֆուտբոլի թատերաբեմում, բայց այդքան պայծառ երբեք չեն շողացել, չնայած դրա նախանշաններ եղել են։ Այս անգամ նրանք դա հաջողեցին, արեցին մի ակումբի դեմ, որը ավելի վաղ պայքարից հանեց մի թիմի, որը թերևս հաղթողի գլխավոր հավակնորդն էր։ Ինձ համար, որպես կատալոնական ակումբի երկրպագուի, իհարկե ավելի տենց պայծառ գեղեցիկ ֆուտբոլային պետք է լիներ PSG Բարսելոնա եզրափակիչ դիմակայությունը, սակայն Ինտերը շատ
մեծ ակցենտ դրեց նրա վրա, որ ինչ էլ լինի խաղադաշտում, ոնց էլ իրենք պարտվեն, առաջին խաղակեսում լինի 2-0 թե 3-0, երկրորդ խաղակեսում իրենք ամեն ինչ հետ կբերեն։ Մենք ունենանք մեր պահերը, մենք ունենք ֆանտաստիկ կատարողներով, որը բացարձակ ճշմարտություն է, այո, դու ունես դրանք։ Այո, կան այդպիսիները, որոնք որ չեղած տեղից կարող են ստեղծել պահեր եւ պարգևել քեզ տիտղոս, բայց այդ ամենը չաշխատեց եզրափակիչ այս դիմակայությունում։ Այո, նրանք առաջին խաղակեսից հետո վստահ անգամ ես ներքին վստահություն ունեի, որ այս Ինտերը այն Ինտերը չէ կամ այն ակումբներից չէ, ում համար պետք է ինչ-որ տարբերություն լինի, նրանք պարտվում են 1-2 գնդակի տոտալ առավելություն ունի հակառակորդը, թե ինչ, դա ընդհանրապես կարևոր չէ։ Նրանք վստահության մարմնավորում են եղել։ Եվ այդպիսին շարունակում էին մնալ մինչև այն պահը, երբ որ նրանց դարպասում հայտնվեց 3-րդ, 4-րդ եւ վերջապես 5-րդ գնդակը։ Չգիտեմ անգամ ինչպես բացատրել, որ ցուցանիշը պետք է այդուհանդերձ հուշեր ինձ, որ Գևորգ ոչ, սա այդ դեպքը չէ։ Դրանցից մեկը թերևս հետեւյալն է, որ 65-րդ րոպեի դրությամբ Ինտերը գեթ 1 դարպասին հարված չէր կատարել։ Գործընկերներս տարբեր տակտիկական ինչ-որ գործոններ էին վերլուծել, մասնավորապես օրինակ Արման Աբելյանը գրել էր, որ ոչ առաջին անգամն է, որ առանց կենտրոնական հարձակվողի նման արդյունք են ունենում, կարճ ասած, գոնե իմ համար սա այդ խաղը չէր, երբ խոսքը պարզապես մեկ հարձակվողի, մեկ կատարողի մասին էր, որը պետք է գործեր հարձակման սուր ծայրում, մեր մեջ ասած Paris Saint-Germain-ը վերջին ընթացքում երբեք այդպիսի ֆուտբոլ չի խաղացել, նրանք միշտ խաղացել են օգտագործելով իրենց եզրերը եւ նաեւ հնարավորություն են տվել ստեղծագործական, կատարողական, ֆանտաստիկ որակներ ունեցող ֆուտբոլիստներին, նույն ինքը Վիտինյային, Դուեին, ինչպես մենք տեսանք ու բացահայտեցինք մեզ համար գործելու այն հատվածներում, որտեղ որ ուզում են, անելու այն ինչ ուզում են, այդ թվում եւ նույն աջ եզրում խաղացող Հակիմին, ով եթե պետք է կարող է գնալ հասնել մինչեւ հարձակման սուր ծայր, եզրը փոխել եւ այլն, այսինքն Լուիս Էնրիկեն ի տարբերություն իր գործընկեր Պեպ Գվարդիոլայի ում հետ նրանք միասին խաղացել են Բարսելոնայում, նա առանձին ֆուտբոլիստների ամեն մի քայլը չի ցանկանում կառավարել։ Նա ասում է՝ սա բազան է, արա սա, իսկ այս հատվածներում դու արա այնինչ ուզում ես։ Ստեղծագործական ինքնավստահության տեսանկյունից բացառիկ հնարավորություն է տալիս ֆուտբոլիստների։ Պեպ Գվարդիոլան ուզում է կառավարել ամեն ինչ, անգամ այն, թե ինչպես է ֆուտբոլիստը գիշերը քնում։ Դա ըստ իս անթույլատրելի է եւ անհնար է կառավարել, եթե իհարկե դու կիս աստված չես։ Իսկ Պեպ Գվարդիոլայի անհաջողությունները վերջին շրջանում նրա City-ի կատարյալ ձախողումը հենց դրա մասին էին։ Դա մենտալ հսկայական ճնշում է եւ դու այդպես երկար շարունակել չես կարող։ Դրանով կարող եմ նաև բացատրել այն, որ այս երկու մեծ մարզիչները արժանիորեն իրենց կարիերայում երկրորդ treble-ն են գրանցում երկու տարբերակումների հետ, որոնցից նաև մեկականը եղել է հենց կատալոնական ակումբի հետ միասին, մյուսը Manchester City, իհարկե հասկանում եք Պեպ Գվարդիոլայի մասին է խոսքը եւ Paris Saint-Germain-ի, արդեն Լուիս Էնրիկեի հետ, Լուիս Էնրիկեին դա հաջողվեց շատ ավելի արագ 10 տարվա ընթացքում, իսկ Manchester City հետ միասին, եթե գումարում հանում ենք, ինչ որ 13 տարի է ստացվում, 13 տարի, հա։ Ահա այսպես, Լուիս Էնրիկեն այս հաղթանակից հետո պնդեց, որ Չեմպիոնների լիգայի գավաթ նվաճելը պատճառ չէ, որ հիշի իր աղջկան 9-ամյա Խանային, որին նա կորցրել էր, շատ ազդեցիկ էր նաև այն հսկայական բաները, որը պարզեցին Paris Saint-Germain-ի երկրպագուները, նրանց էլ պետք է արժանին մատուցել, նրանք հիշել էին այն դրվագը, երբ կատալոնական ակումբն էր իր հերթական հաղթանակը նշում, կատալոնական դրոշով, որի գույները փոխել էին եւ PSG-ի գույներն էին հարմարացրել, բայց դա լրիվ նրանց իրավունքն է։ Նրանք արժանինն էին մատուցում եւ Թուրքիա էին տալիս իրենց գլխավոր մարշչին, որը այս պահին կապ չունի Բարսելոնայի հետ, եւ այդ ամենը իհարկե շատ ազդեցիկ էր, եւս մեկ ապացույց նրա, որ եթե շատերդ մտածում եք, որ դուք նեղ իրավիճակում եք, կյանքային շատ լուրջ խնդիրներ ունեք, հիշեք, որ պարզապես կա Լուիս Էնրիկե, որը իր 9-ամյա աղջկան կորցրել է, ինքը վիճել, բանավիճել եւ այդ բանավեճում
բացառիկ հաղթանակ տարել իր մոր հետ խոսելիս, որը ազդված այդ պատմությունից տան բոլոր անկյուններից հեռացրել էր իր թորնուհու նկարները, ասելով, պնդելով, որ նա մեզ հետ չէ, Լուիս Էնրիկեն պնդել էր իր մայրիկի հետ զրույցում, որ նա միշտ ինձ հետ է եւ դու իրավունք չունես պարզապես նկարները վերցնես եւ պահես։ Նա ինձ հետ է, ինձ ուժ է տալիս, թող այդ նկարները լինեն տանը, այն անկյուններում, որտեղ որ եղել են։ Ես այն մարդը չեմ, որ պետք է գնահատի, խոսի նման պատմություններին որակավորում տա, ես այն մարդն եմ, ով ցանկանում է այդ ամենը պարզապես կիսել ձեզ հետ, ասել, որ կան նման մարդիկ եւ նրանցից պետք է օրինակ վերցնել, օրինակ որպես ուժի մարմնավորում, կամքի մարմնավորում եւ ապրելու ցանկության մարմնավորում։ Ոչ ոք թող չասի, որ տեսել ու անցել է այն ճանապարհով, նմանները շատ քիչ են։ Այո, ճակատագրի բերումով դու այդպիսի հարվածներ կարող ես ստանալ եւ շարունակել ինչ որ ձև ապրել, բայց ինչ որ ձև ապրելուց զատ կա նաեւ այն կյանքը, որը որ ապրում է Լուիս Էնրիկեն, մարդը, որ այդ հաղթանակից հետո անձնական բազմաթիվ հաղթանակներ է տարել, այդ թվում ինքն իրեն փորձարկել ամենաէքստրեմալ պայմաններում վազելով մարաթոններ, ուլտրամարաթոններ, ինքն իր մենտալ խնդիրները լուծելով այդ ճանապարհով ինքն ամփոփվել է, ստեղծել իր փոքրիկ աշխարհը, իր մենտալ աշխարհը, այդտեղ հաղթել ինքն իրեն ու ինքն իր մարմնին, ցույց տվել, որ ինքը կարող է հարյուրավոր կիլոմետրեր վազել, քայլել աշխարհի ամենադժվար պայմաններում, այդ թվում եւ Սահարայի անապատում, բոլոր նրանք, ովքեր որ տեղյակ չեն, կարող են փնտրել եւ տեսնել, թե ինչ ուլտրամարաթոնի մասին է խոսքը, որին մասնակցել է նաեւ Լուիս Էնրիկեն, եւ հետո վերադառնալ ֆուտբոլ ու կրկնել մի նվաճում շատ անվանի ակումբի հետ, որը երբևիցե նման հաջողության չի հասել։ Կրկնում եմ, այս երեկոյի գլխավոր հաղթողը Լուիս Էնրիկեն էր եւ նրա ֆանտաստիկ թիմը, որը խաղաց արժանի ֆուտբոլ։ Հենրիխ Մխիթարյանի մասին արդարացնող, չարդարացնող ոչինչ ասել չեմ ուզում, քանի որ ցավոք սրտի այդ մեծ հայ ֆուտբոլիստը մնաց առանց տիտղոսի, որին եղել է այդքան մոտ, որը կարար իրեն մոտեցներ բազմաթիվ այլ արդեն անձնական նվաճումների։ Երևի թե ճակատագիրը այդպես որոշեց նրա պայմաններում, նրա դեպքում նմանները շատ են եղել, այնպես չէ, որ Հենրիխ Մխիթարյանն առանձնանում է, առանձնահատուկ է, շատերն են եղել, որոնք նույն Բուֆոնի մասին է նաև խոսքը, հա, նվաճում ես աշխարհի բոլոր հնարավոր տիտղոսները, բայց այդ Չեմպիոնների լիգայի գավաթը այդպես էլ չի տրվում։ Հենոն ուժեղ տղա է եւ կարծում եմ նա կգտնի այն ճանապարհը, որը իրեն կօգնի հասկանալու, որ այսպես ստացվեց նրա ճակատագիրը եւ դրանով պետք է միայն եւ միայն հպարտանալ։ Այն ճանապարհը, որ նա հասել է ու անցել, երևի թե շատ քչերին հաջողվի կրկնել։ Մենք ունենք մի շարք այլ թեմաներ, այնպես որ շտապենք շարժվել առաջ։ Լոնդոնում կա եւս մեկ ակումբ, որը ունի այս մրցաշրջանում տիտղոս։ Crystal Palace-ից բացի Tottenham Hotspur-ից, այդ նվաճմանը, այդ հաջողությանը այս մրցաշրջանի հանրագումարում հասավ նաեւ լոնդոնյան Chelsea-ն։ Նրանք 4-1 հաշվով, թվում է թե վստահ, հաղթանակ տոնեցին ընդդեմ իսպանական Betis-ի։ Անդալուսիները հաղթում էին 1-0 հաշվով, բայց ինչ որ մի պահի, երբ նրանք բաց են թողնում առաջին գնդակը, ինչ որ մի բան է տեղի ունենում Betis-ի հետ եւ նրանք խաղային բոլոր թելերը կորցնում են։ Գոնե ինձ համար, կրկնում եմ, մինչեւ այն պահը, երբ Betis-ը հաշվի մեջ արժևում էր, նա հաղթողի գլխավոր հավակնորդն էր։ Թվում է թե նաեւ Chelsea-ի համար այս մրցաշրջանում առաջին ու միակ անգամն էր, երբ նրան հավասար ու արժանի մրցակից կար դաշտում։ Չես օգտագործում քո պահերը, նմանները Betis-ը ունեցավ, մեկը չէ, երկուսը չէ, անգամ կարելի է ասել, որ 3-ը, եւ եթե գումարում ենք, ստացվում է, որ այդ 3-ը հայտնվեր 4-0 Chelsea-ի հետ, բոլոր հաշիվները կլինեին փակված, բայց դե միշտ չէ, որ բոլոր հարվածները հասնում են իր նշանակետին, այդպես չեղավ, առաջին գոլը տրամաբանական էր, բայց հետո մտածում էի, որ կփակվեն թիմերը, փորձը ցույց տվեց, որ Betis-ը դա անել
չի կարողանում, ճնշվում է եւ շատ արագ կոտրվում։ Կրկնում եմ, ինձ համար հանդիպման սկզբում եւ միջնամասում կար խաղադաշտում հանդես եկող մեկ վստահ թիմ եւ այդ թիմը իսպանականն էր։ Արդյունքում ոչ միշտ է լինում, որ այդ վստահությունը եւ այդ որոշակի առավելությունը դառնում է հաղթանակի գլխավոր գրավականը։ Չելսին նվաճում է տիտղոս, իսկ լոնդոնյան ակումբներից միայն մեկի ճամբարում է բացարձակ տխրություն։ Իհարկե մեծ անունով ակումբներից մեկի մասին է խոսքը, Լոնդոնի Արսենալի, նրանք իհարկե սահուն եւ շատ հետաքրքիր մրցաշրջան ունեցան, բայց առանց տիտղոսների։ Շնորհավոր ենք բոլորին, պարզապես հիշեցնելով, որ այս հաղթական Չելսին համեստ կոնֆերենցիաների լիգայի փուլում նաև խաղաց եւ իր ճանապարհին չտեսավ Նոային վստահ, գերվստահ 8-0 հաշվով հաղթանակ։ Այդ ճանապարհին կոպիտ ասած մենք մեր ֆուտբոլը ինչ որ չափով մասնակցություն ունեցավ, վիճակագրական տարատեսակ տվյալներ, սկսած լավագույն ռմբարկուից եւ այլնից, այսպես ասած, նաեւ որոշակիորեն sense մի հատ փոքրիկ շրջադարձ է եղել հայկական ֆուտբոլով եւ նոր հասել մինչեւ Վրոցլավ, որտեղ էլ հենց նրանք կարողացան 4-1 հաշվով պարտության մատնել Բետիսին։ Շնորհավոր ենք հաղթողներին եւ շարժվենք առաջ։ Հաջորդ թեման մեզ մոտ ֆուտզալն է, քանի որ նախորդ շաբաթ էլ մենք առիթ ունեցանք խոսելու այս մասին, գերհետաքրքիր դիմակայություն վերջին տարիների թերևս ամենահետաքրքիր խորագիրը հայկական ֆուտզալի, ակումբային ֆուտզալի շրջանակներում Յունիսպորտ Երևան, անընդհատ Յունիսպորտը հաղթում է հավակնորդի այդ ձեռնոց նետում, սակայն առաջնությունում երկու հաղթանակներից հետո, պարտությունից հետո, երբ կամային գեր որակներ ցուցադրեց Երևանը, երբ պարտության մատնեց Գավաթի կիսաեզրափակում Յունիսպորտին, հետո արդեն եղավ գերդրամատիկ առաջին հանդիպումը եզրափակիչ փլեյօֆ դիմակայության առաջին խաղում, երբ հաղթեց Երևանը, երկրորդ խաղում Յունիսպորտը կարողացավ հետ գալ, հաղթեց եւ կարիք եղավ երրորդ վճռորոշ փլեյօֆ եզրափակիչ հանդիպման։ Այստեղ էլ արդեն կրկին ճոճանակ էր հիշեցնում ամեն ինչ, մեկ առավելությունը Երևանինն էր, մեկ Յունիսպորտինը, անգամ մի պահ երկու գնդակի առավելություն 3-1 եւ դրանից հետո Երևանը ուղղակիորեն փայլում է ամեն մի շանս օգտագործելով, այնպես անում, որ պարզապես վերջին վայրկյաններին արդեն ամեն ինչ պարզ էր եւ ըստ էության Յունիսպորտը իր մեջ չգտավ այն ինչ պետք է գտներ հաղթանակի ու հաջողության հասնելու համար։ Երևանը 4-րդ անգամ անընդմեջ կարողանում է նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը եւ իրավունքը ներկայացնելու Հայաստանը ֆուտզալի եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարում նույն չեմպիոնների լիգայի անվան տակ։ Նրանք արդեն բավական լուրջ փորձ ունեն, իհարկե այդ փորձերը հաջողության մասին չեն, բայց արդեն նրանք գիտեն, թե ինչ կարող են ակնկալել ու տեսնել, ինչպես պետք է իրենց դրսևորեն եւ իհարկե պետք է ընդունենք նաեւ, որ այս քննությունը, այս շատ լուրջ հանդիպումների շարքը օգուտ է նաեւ Հայաստանի ազգային հավաքականին, որին էլ ավելի խոշոր ու շատ ավելի լուրջ քննություն է սպասում Եվրոպայի առաջնությունում գալիք տարի հունվարին եւ փետրվարին Յունիսպորտի կազմն էլ համալրված է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտզալիստներով, նրանք իրենց շատ լավ դրսևորեցին, որոնց շարքում նաեւ պետք է մի հետաքրքիր թեկնածու տղայի անվանել Բուդրոսին Վասիլևին, ով կիսով չափ ասորի է եւ կարելի ասել իմ համար նաեւ այս եզրափակիչ դիմակայության գլխավոր բացահայտումներից մեկը պետք է նաեւ ընդգծենք, որ երրորդ խաղում նրա խաղը այդքան էլ չստացվեց, որը ընդհանուր Յունիսպորտի տեսանկյունից նաեւ ակնհայտ երևաց, եզրափակիչ փուլերում նրա մոտ այնքան էլ ամեն ինչ չէ, որ ստացվում էր։ Երևան ակումբին շնորհավորում ենք հերթական տիտղոսի կապակցությամբ եւ մաղթում նրանց շուտ վերականգնվել, տոնել եւ առիթից օգտվելով հաջողություններ մաղթենք նաեւ Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությունում։ Ժամանակը եկավ, որ առասարակ թիմային մարզաձևերը դնենք մի կողմ եւ գանք անհատական մարզաձևերի աշխարհ,
որտեղ որ մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի լավ է։ Եվ այստեղ շատ ավելի լավ է, քանի որ ոչ միայն ստացվում է անհատական մարզիկներ պատրաստելը, այլ նաև հաջողվում է ի հեճուկս պայմանների պատրաստել հաղթող մարզիկներ եւ ունենալ շատ լուրջ սերունդ։ Խոսքը սպորտային մարմնամարզության մասին է եւ մասնավորապես այն նվաճումների, որոնք որ ունեցանք Եվրոպայի առաջնությունում։ Լայպցիգն էր ընդունել այս տարի 2025 թվականի Եվրոպայի առաջնությունը եւ Լայպցիգը տեսավ թե ինչ սերունդ ունի Հայաստանը ու հայկական սպորտային մարմնամարզությունը։ Շատ ուրախ եմ հատկապես գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի համար, քանի որ տարիներ շարունակ, երբ ես հնարավորություն եմ ունեցել Ազարյանի մարզադպրոցում տեսնելու երիտասարդ սերունդին, նրա հետ աշխատանքը, ամբողջ մարզչական շտաբի աշխատանքը տարբեր սերնդի ներկայացուցիչների հետ, այդ թվում եւ օրինակ Արտակ Այդինյանի գործը մոտեցումները, ես միշտ հասկացել եմ, որ նրանք շատ հստակ ու գործող մեխանիզմի են տիրապետում, շատ հստակ թիրախային գործոններ կան, որոնք որ նրանց աչքի առջև են, հնարավոր է ես կարող է նշмарում եմ, բայց նրանք հասկանում են եւ ընկալում են, ինչպես դա օգտագործել, կրկնում եմ, հաշվի չառնելով, որ համաշխարհային սպորտում պարզապես մուտք գործել առանց պայմանների անհնար է, թվում է թե անհնար է։ Մամիկոն Խաչատրյանի եւ Համլետի հաջողությունները, Համլետ Մանուկյանի հաջողությունները միանշանակ ցուցիչ են նրա, որ մենք ոչ թե պարզապես ասելիք ունենք, այլ եվրոպական մասշտաբով կայացած դպրոց ունենք։ Այդ դպրոցը ինստիտուցիոնալ է եւ նա գիտի տարբեր փուլերում ինչպես պատրաստել մարզիկի, որը տևական ժամանակ ունենալու է հաջողություններ։ Այդ մարզիկների համար եկել է ժամանակը նաև ավագ սերնդի ներկայացուցիչների հետ պայքարելու, որտեղ էլ մասնավորապես նժույգ թափերում թե Մամիկոն Խաչատրյանը եւ թե Համլետը Մանուկյան կարողացան ապացուցել, որ ուղղակի հավասարը չունեն։ Հաճելի էր տեսնել Համլետին, երբ նա տվեց մեկնաբանություն անգլերեն, խոսեց պարզ, իհարկե simple English տարբերակով, բայց այդուհանդերձ այդ երիտասարդին տեսնել իր ուրախությունը, երբ նա կիսում է այլ լեզվով, մեկնաբանում է սեփական հաջողությունը, իդեպ ասում եմ, քանի որ անհատական տարբեր այլ մարզաձևերում մենք նմանը չունենք, եթե անգամ խոսում են շատ կարճ, խոսում են հայերեն, այս պարագայում անգլերենի իմացությամբ, կրկնում եմ, անգամ պարզ իմացությամբ, բայց նա կարողացավ սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքի եւ սոցիալական ցանցերի համար իր կարծիքն ու տպավորությունները կիսել իր ուրախությունը ընտանիքի, մարզչական շտաբին շնորհակալություն հայտնելով։ Նաև մենք ունենք Արթուր Ավետիսյան, որը օղակների վրա մեր համար ավանդապես մեկ այլ ուժեղ վարժությունում բրոնզե մեդալ նվաճել, սա նրա առաջինն էր Եվրոպայի առաջնությունում եւ իհարկե պետք է խոսենք նաև Արթուր Դավթյանի մասին, որը Եվրոպայի հերթական չեմպիոնական տիտղոսը ապահովեց իր համար, չեմպիոնական ոսկե մեդալը։ Հենացածքում այդ հաջողությանը միշտ սպասում ես, բայց մեկ այլ պատմություն է, երբ երիտասարդները նոր սերունդն է գալիս, որը թվում է թե շարունակաբար աշխատելու է, զարմացնելու է մեզ ու այս մարզաձևի բոլոր երկրպագուներին։ Ես նաև խորհուրդ եմ տալիս իմ գործընկերներից Լուսինե Շահբազյանի աշխատանքը գնահատել, մանրամասն լուսաբանել է, թե ինչպես են հանդես եկել մեր մարզիկները, եւ Sport Museum-ում նաև կա շատ հետաքրքիր մանրամասն մի հարցազրույց Հակոբ Սերոբյանի հետ, որտեղ իհարկե շնորհակալական խոսքերը տոնել է եւ այլն բավական լուրջ այստեղ մասնաբաժին ունեն, բայց մեկ այլ սպეციფიկ կետ է ինձ հետաքրքրել այս հարցազրույցում, թե ինչու մենք չենք մասնակցել թիմային պայքարում, եղել է թիմային պայքարում մասնակցելու որոշում եւ վերջին պահին մեր գլխավոր մարզիչը դրանից հրաժարվել է, պնդելով, որ
չէր ցանկանում որոշ մարզիկների, որոնք որ տարբեր աստիճանի վնասվածքներ ունեին, այդ թվում եւ Արթուր Դավթյանը, իդեպ նաեւ երիտասարդ մեր մարզիկները, եւ տեսնելով ու հասկանալով նրա խոսքերն են փորձում վերաշարադրել, տեսնելով որ կա մեդալային իրական հավակնություններ, նա չցանկացավ հավելյալ մյուս վարժություններով ծանրաբեռնել մարզիկներին եւ նրանք հնդածս հրաժարվեցին թիմային պայքարի տարբերակից հոգուտ անհատականի եւ այստեղ էլ մենք ունեցանք 4 մեդալ, որի համար բոլորիս պարզապես շնորհավորում եմ այս թիմը առհասարակ եթե զարգանա, եթե լուծի այդ առողջական խնդիրներն են, վստահ եմ, որ ապագայում մեզ միայն եւ միայն ուրախությունների, ասենք իրար հաջորդող ուրախություններ ու մեդալներ է պարգևելու։ Միակն ու ամենակարևորը, որը մնում է մաղթել, հերթական արդեն չգիտեմ որյորդ անգամ եմ այս թեմայով խոսում, դա մարմնամարզության համար մասնագիտացված շատ լուրջ պայմանների առկայությունն է, որը բացակայում է Երևանում մենք ընդունելու ենք Եվրոպայի առաջնությունը եւ դրան պետք է լինենք արժանի ենթակառուցվածքների տեսանկյունից դրանք մենք պետք է ստանանք, ժառանգենք եւ զարգացնենք ել ավելի ուժեղ ապագա սերունդներ, որոնք որ նաև գլխավոր ոսկե մեդալի համար պետք է պայքարեն Եվրոպայի թիմային ու աշխարհի թիմային ոսկե մեդալի մասին է խոսքը։ Այսքանը թերևս նախորդ շաբաթվա գերհագեցած սպորտային կյանքի մասին։ Ձեր համար հերթական շաբաթը աշխատեց ու ամփոփեց սպորտային կյանքը Գևորգ Ղազարյանը, այնպես որ առիթը բաց մի թողեք, եթե անգամ մեր եթերը հեռուստատեսային տարբերակով բաց եք թողել, հետևեք մեզ, լայքեք մեզ, subscribe եղեք Բուն TV բոլոր սոցիալական ցանցերի մեր ալիքներին եւ առհասարակ մեր եթերն էլ բաց մի թողեք, լինի դա հեռուստաեթեր, թե համացանցային տարբերակով։ Կհանդիպենք գալիք շաբաթ։